Առողջության ապահովագրությանը անդրադառնանք, հիմա ընթացիկ վիճակը ինչ համակարգ ամբողջությամբ եւ լիարժեք ներդրված է առանց, այսպես ասած, վերապահումների։ Այո, պարոն վարչապետ, առաջին հենց մեկնարկային ինչ որ նախատեսել էինք անենք, մենք քարտեզ ունեինք իրականացման աշխատանքների, դրանցից բաժանեմ 3 առաջնահերթությունները։ Առաջինը ենթաունեցդրական ակտերը ամբողջությամբ մշակված հաստատված են, այսինքն այս մասը արված է։ Հաջորդիվ մեր ծառայությունների ցանկերը, դեղերի ցանկերը, ռեգիստրը բնակչության, այսինքն մեր կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները ունենք արդեն հաստատված։ Հաջորդը գործատուի կողմից վճարման, հաշվառման, վճարման եւ գանձապետարան փոխանցման կտորները եւս թվային գործիքները պատրաստ են, տեստավորված են եւ մեր առաջիկա անելիքը 6 ամիսների ունենալ առանձին հարկատու երեքում անհատականացված արդեն շատ ավելի մանրամասն թվային գործիքներով դաշտ, այսինքն առաջնակի սա այս համակարգը պետքով Ինչի համար է դա։ Դա որպեսզի գործատուները ամեն ինչ շատ ավելի ավտոմատ արվի, ամեն անհատի ապահովագրական վճարումների պատմությունը գործատուն անհատականացված տեսնի եւ այլն, այսինքն Հիմա նաեւ զինվորների ապահովագրության հիմնադրամին վճարող դրոշմանիշային վճարը արդեն սահմանված կարգով եւ ձևով եւ չափով վերաուղղորդումը ըստ էության հարկային գործակալի կողմից օրենսդրորեն ամեն ինչ կազմակերպված է եւ այդտեղ խնդիրներ չունենք, վստահ ենք, որ բոլորը դա վերաբերվելու է հունվարի աշխատավարձին, չէ՞։ Պահումը արել ենք դեկտեմբերի աշխատավարձին, վճարումը կլինի մինչև հունվարի 20-ը։ Այսինքն այդտեղ մենք որևէ խնդիր չունենք, մեր նախատեսած ֆինանսական միջոցները կուղղորդվեն։ Իսկ մնացած հատվածներով Սոցփաթեթը արել ենք փոփոխությունը, պարոն վարչապետ, սոցփաթեթի շահառուները իրենց 6000 դրամը կարող են ուղղել առողջության ապահովագրությանը, դիմումի մեկ անգամ գործատուին պիտի դիմում ներկայացնեն եւ գործատուն այլևս չի այս գումարները կուղղի առողջության։ Շատ լավ, իսկ մենք նաեւ կտոր ունեինք, որը պետքա պետական բյուջեից վճարվեր, ճիշտ է։ Դա էլ է արվել, այո, դա էլ է արվել եւ 6000 դրամները արդեն մենք կներկայացնենք ֆինանսների նախարարությանը, հաշվարկը քանի հոգու համար պիտի փոխանցվի պետական բյուջեից, իրենք պետք է այդ իրականացնեն։ Չի կարող դեպքը մուտքագրվել, սպասարկվել, եթե թվային ձևաչափով չի լրացվել եւ հայտը թվային է ուղարկվում փոխհատուցումը ստանալու։ Հիմա այս պայդրությամբ մենք ունենք վիճակագրություն, ինչքան մարդ է օգտվել ապահովագրությունից։ Առավոտյան դրությամբ 771 հոգի է օգտվել անցած օրերի ընթացքում առողջության ապահովագրության շրջանակներում։ Հիմնականը հիվանդանոցային բուժօգնություն ա եղել, պարոն վարչապետ, որտեղ պոլիկլինիկաները այս օրերին չեն աշխատել, էմերջենսի, վերակենդանացում, վիրահատություններ իրականացվել են արդեն կարգավիճակ ունեցող ապահովագրված անձանց։ Իսկ մենք լրացուցիչ տեղապահովել ենք, որ ամբողջ վճարումներ եւ այլն ամբողջ իրականացվի անկանխիկ եղանակով, այսինքն կանխիկ շրջանառություն չլինի։ Այսինքն ընդհուպ երբ որ խոսքա գնում հարակից ինչ որ վճարովի ծառայությունների, որ այդտեղ մենք սահմանել ենք այդ պայմանը, որ պետքա վճարումը պարտադիր լինի անկանխիկ եղանակով։ Պարտադիրը պայմանն է անկանխիկը։ Ընդհանրապես ապահովագրության համակարգի գործունեության շատ կարևոր մաս է, որ որևէ շահառու, որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից մենք տեղյակ չենք եւ դրա վճարումը չենք տեսնում, որտեղ հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, մեզ պետքա, այսինքն համակարգը պետքա ճանաչի բուժառուին եւ իմանա իր բուժման հետագծելիությունը եւ այս շատ կարեւոր եւ սկզբունքային պայման է։ Նախ այդտեղ հետագծելիությունն էլ է, չէ, ապահովում այնուամենայնիվ, որովհետեւ գործողությունը մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունը ապահովելն է։ Թափանցիկությունը ապահովելու համար կարևոր է, որ մենք տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում այդ պրոֆիլի հետ եւ բժշկի կողմից, որպեսզի հետագծելիության լրացուցիչ գործոն է, որովհետեւ եթե մարդուն հարցեր կա, մենք ընթացքը տեսնում ենք, դա վստահելիության բարձր աստիճան է։ Եթե ոչ մի բան տեղի չի ունենում, միանգամից ծառայության համար վճարումը գեներացվում, դա այդտեղ ռիսկեր կարող են առաջանալ։ Դրա համար մենք ամբողջ ինֆորմացիան եւ նաեւ օգտագործողի համար հարմարավետ դարձնելու համար
Պետք է ամբողջ տեղափոխենք, համեն դեպս նայենք առ մեկ տեղափոխենք։ Պարզա չէ գաղափարը, որ բոլոր գործողությունները անի մարդը մի տեղ ունի, ինչի՞ ստեղից դուրս գա մի հատ ընդդեից ընդդեղից ընդդեղ։ Հիմա այս տրամաբանությամբ, եթե մենք գնահատելու ունենք, մենք առաջնահերթություն ենք սահմանել առողջության ապահովության համակարգի ներդրում։ Մենք այսօր ասում ենք, որ մենք այդ միջոցառումը կատարել ենք 100%-ով։ Այն հատվածով ինչ որ սահմանել էինք, բան։ Այդ եմ ասում 2025 թվականի համար ինչ որ սահմանել ենք, համարում ենք, որ մենք արել ենք 100%։